հենց այնպես չէր այդ ազատությունը, ոչ մի իշխանություն չի սիրում նախկին ներկա ով ուզում է լինի հանրային մի լրատվամիջոց, որը կարող է ինչ-որ ձեռագիր ունենա։ Եվ ամենահետաքրքիրը, որ երբ մի օր եկա, տեսա բռնակի վրա գրված է բռնակ ու կպցված վրան, իմ մոտ դա ասոցացվեց այն ժամանակ Մարկեսի այդ 100 տարվա մենության հայտնի պատմությունը։ Բարև ձեզ, գրադարանում այսօր զրուցում ենք հանրային ռադիոյի լրագրող Արմեն Վարդանյանի հետ։ Բարև ձեզ Արմեն։ Հանրային ռադիոն տոնում է իր 100-ամյակը այս տարի եւ բացի այն միջոցառումները պաշտոնական, ոչ պաշտոնական որ լինում են, մենք լրագրողներով Facebook-ում ամեն շաբաթ գրեթե կարդում ենք ձեր հուշերը կապված ռադիոյի տարբեր տարիներին տեղի ունեցած տարբեր պատմությունների հետ, որոնք, ասենք, իրենք իրենցով ոնց որ լրագրողական փոքր դասեր են, հիշողություններ են, ջերմացնում են մարդկանց եւ այլն։ Ինչպես որոշեցիք դա անել։ Ընդհանրապես սա ծնվեց մի քննարկում էր ժամանակակից լրագրության մասին, այդ պատմություններից նորից ինչ որ շատ հիմա շատ սիրողականությունը տարածված է, այդ սիրողականությունից ծնվեց, որ նյարդայնացա ու որոշեցի գրել ռադիոյի մասին, որովհետև 100-ամյա ռադիոն դա մենք ասում ենք 100 տարի, բայց ինքը ինստիտուցիոնալ կայացած կառույց է իր ավանդույթներով, սերնդափոխությամբ նորմալ, որ կայանում է, եւ այս առումով ես փորձեցի գրել ռադիոյի եւ ռադիոյի նաեւ այն մարդկանց մասին, որոնց մասին շատերը չգիտեն, կամ ավելի շուտ, եթե նայում ենք իմ հերոսները հիմնականում ռադիոյի այն մարդիկ են, որոնք ռադիոաստղերը չեն։ Իրանք նույնպես բավականին հետաքրքիր աշխատանքներ արել են ռադիոյում եւ առանց իրանց ռադիոն չէր լինի, այդպես ծնվեց այդ պատմությունները եւ քանի որ ռադիոն միշտ ռադիոյի անեկդոտների հետ է հայկական ռադիոյի անեկդոտների հետ է ասոցացվում նաեւ որոշեցի գրել պատմություններ, որոնք մեջ կա ինքնահեգնանք, կա ինչ որ հետաքրքիր զվարճալի պատմություններ։ Ես որ կարդում եմ այդ պատմությունները, իմ համար ոչ ֆորմալ խորագիրն է պատմություններ Ալեք Մանուկյան 5-ից, բայց որպեսզի նաև ով որ լսում է զրույցը իրեն ավելի պարզ լինի, ասենք ինչ կարգի պատմություններ են դրանք, ասենք գուցե մեկը պատմական։ Դրա անունը հենց դրված է ռադիոտան բնակիչները, որովհետև ռադիոն մենք որ ասում ենք, նաև կա ընդհանուր մի բան, իրոք ռադիոտուն հասկացությունը կա, որ մենք իրար հետ իրար շատ լավ ճանաչում ենք, մենք իրար հետ այս տան նման վերաբերմունք կա ռադիոյի ու այդ շենքի նկատմամբ, որովհետև այդ ռադիոտունը ընդհանրապես այլ զգացողություն է։ Եվ պատմություններն էլ ասենք տարբեր թեմաների մասին են, սկսած ես օրինակ հայտնի եմ պատմությունը ես որ գրեցի Տիգրանի ֆրիկի մասին, երբ տեղադրվեց մի ծանր դուռ ժամանակակից արագ պտտվող եւ այդ այդ դուռը որի շուրջ անընդհատ ինչ որ պատմություններ էին լինում հետաքրքիր եւ ինձ թվում է դա եւս ռադիոյի բնակիչ չէր, որովհետև ինքը դիք պատմություններ դրա շուրջ պտտվում էր, մարդկանց ձեռքերն էին մնում եւ ամենահետաքրքիրը, որ երբ մի օր եկա, տեսա բռնակի վրա գրված է բռնակ ու կպցված վրան, իմ մոտ դա ասոցացվեց այն ժամանակ Մարկեսի այդ 100 տարվա մենության հայտնի պատմությունը եւ նաեւ դա ինձ տվեց գաղափար դա եւ իհարկե Լեյլի Դժխոյանը, որովհետեւ էլի խոսվում է, չէ՞, հիմա լրագրողները ինչ ասում են, տարբեր կերպ են ընկալվում, տարբեր հասարակական, տարբեր
ընկալումներ, քաղաքական տարբեր հոսանքներ, եթե իհարկե կա Հայաստանում քաղաքական հոսանքներ ներկայացնողները կամ լավն է կամ վատը լրագրողը երբևէ չեն ընկալում, որ լրագրողը լավ լրագրողը ասում է այն, ինչը որ կա մեր կյանքում, առանց մտածելու դա ում կգա, դուր կգա թե չէ, եւ նաեւ Լեյլի Դժխոյանի մասին, որ երբ մահացավ ռադիոյի մոտ ցույց էին անում իր երկրպագուները պահանջում, որ անպայման դիակը բերեն ռադիո, դնեն ռադիոյում, այսինքն լրագրողների նկատմամբ նաև այդ ժամանակ ոչ հեշտ ժամանակներում լրագրողների նկատմամբ որոշակի վերաբերմունք կար, մարդիկ հավատում էին լրագրողներին, նրանց խոսքին։ Մենք խոսում ենք ժամանակների մասին, 90-ականների մասին, երբ որ պատերազմի տարիներին հոսանք շատ սահմանափակ էր, հեռուստատեսությունը քչերն էին դիտում եւ սահմանափակ ժամանակով եւ կարծում ռադիոյի դերը պատմականորեն իհարկե մինչև հեռուստատեսության գյուտը Հայաստանի համար աճել էր եւ ռադիոն ամենաերևի թե օպերատիվ եւ ամենամեծ տարածում ունեցող կապի եւ ինֆորմացիայի միջոցն էր, մանավանդ որ լարային ռադիոն դեր կար եւ այդ պատմությունները շատ հետաքրքիր են երևի։ Իհարկե ռադիոն այդ պատերազմի տարիներին իմ համար հաղթանակի հայկական հասարակության մեծ մասի համար խավարի մթի ու ծրտի պատերազմի։ Այո, բայց մարդիկ հիմնականում լսում էին ռադիո։ Անգամ եթե պատի ռադիո չունեին, ես ռադիո պատի երբևէ չեմ ունեցել։ Ես ռադիո ընդունիչ եմ մեր տանը միշտ եղել եւ այդ ավանդույթը ռադիո ընդունիչով միանալու լսելու միշտ եղել է։ Եվ ռադիոն լսում էին մարդիկ, արձագանքում էին։ Ռադիոն այն ժամանակ նաև հասկանում էր իր դերը։ Ու շատ բան չի փոխվել։ 44 օրյա պատերազմի ժամանակ էլի ռադիոյի դերը բավականին բարձրացավ, որովհետև մենք այստեղ ունենք լույս, այո, եւ մենք կարող ենք հեռուստացույց նայել սահմանին, սահմանից անդին Արցախում մարդիկ ռադիո էին լսում եւ այդ ժամանակ նաեւ Արցախի հանրային ռադիոյին նվիրաբերեցին ռադիոընդունիչներ, սկսեցին բաժանել մարդկանց, այսինքն երբ ռադիոն դա այն մոբիլ լրատվամիջոցն է, որը կախված չի շատ հանգամանքներից, հա, այսինքն դա հեռուստատեսություն չի, որ պետք է հետը տանես, դա ժամանակակից մոբիլ կապի միջոց չի, որ խփեն անտենային ու ամբողջությամբ այդ կապը չլինի, մինչև մտածեն ինչ են անելու։ Եվ այս ընթացքում ռադիոն շատ մոբիլ է դառնում, քանի դեռ Հայաստանում մասկի հորինած անտենաներ չդրվեն։ 20 թվականի պատերազմի մասին օրինակ ռադիոն նաև ոչ միայն բնակիչների կողմից էր օգտագործում Արցախի, մարդիկ ովքեր որ շատ էին ճամփորդում, ասենք Գորիսից գնում էին Ստեփանակերտ վերադառնում էին, ճանապարհին իրենք ռադիոները միշտ միացված էին, որովհետև օդային տագնապը ռադիոյով տալիս էին եւ ամենաարագ միջոցն էր օդային տագնապը լսելու։ Օրինակ ես իմ փորձի վրա եմ ասում։ Հա, ռադիոն իրոք, բայց ռադիոն նաեւ այդ բոլորից հանդերձ նաեւ մշակույթ է, ձայնի մշակույթ։ Այն նա գտնվում է հեռուստատեսության եւ մամուլի մեջտեղում։ Ռադիոյի լրագրողը պետք է ունենա եւ գրելու ձիրք եւ ձայնի հետ աշխատելու, մոնտաժի հետ աշխատելու ձիրք։ Եվ նկարագրել ձայնով մի իրավիճակ, որպեսզի մարդը լսի ու պատկերացնի, դա հեշտ գործ չի, բայց այնուամենայնիվ դա հետաքրքիր գործ է։ Արմեն, ձեր պատմությունները, որոնք ոնց որ դեռ Facebook-ում են, պատմում են ժամանակների մասին, որոնք շատ օրինակ երիտասարդներ, ավելի տարիքով փոքր սերունդը չի պատկերացնում ինչպես է եղել։ Լրագրողներ, ովքեր հիմա աշխատում են, իրենք էլ ընդհանրապես չեն պատկերացնում ինչպես է եղել այդ լրագրությունը։ Այդ տեսակի, ասենք, կարտիքները լսում են, հաստում եք դες եւ կարեւորության մասին ու չգիտեմ, ազդեցության մասին։ Ինձ հիմնականում ծանոթներն են եւ իմ տարեկի ծանոթներն են ասում շատ լավ է։ Մեր երիտասարդ լրագրողներն են ասում լավն է։ Ամենայն դեպս այդպես քննադատություն չեմ հանդիպել,
որը կարծում եմ դա էլ ճիշտ չի, էլի գոնե մեկը հասկանամ ինչ է լինելու, որովհետև ես երևի արդեն մտորում եմ գուցե դա փոխվի ամբողջությամբ եւ գրքի վերածվի, որովհետև մի քանի իմ գործընկերներ, այդ տարիների լրագրողներ, որոնց հետ ես աշխատել եմ, արդեն քանիսը ինձ առաջարկեցին, որ դա գիրք դառնա, այլ խնդիր, որ Facebook-յան գրառումը գիրք մի քիչ չի դառնա, մտնում եմ, արդեն որոշել եմ, որ գիրք գուցե դառնա, բայց մտնում եմ ինչ գիրք կլինի դա։ Լրագրությունը նորից 90-ականներին ուրիշ էր, երբ որ ինտերնետ չկար։ Եվ նաև մարդկային հարաբերություններն էին երևի ուրիշ, երբ որ ռեսուրսները շատ ավելի քիչ էին։ Այդ տեսակետից ու ցուցողական պատմությունները այո, քիչ էին, բայց կար մի կարևոր բան, կար լրագրողներին միմյանց նկատմամբ ընկերական հարաբերություն, անկախ նրանից մենք ինչ քաղաքական հայացքներ ունեինք, ինչ մոտեցումներ ունեինք, որ թերթում էինք աշխատում, որ ռադիոյում թե հեռուստատեսությունում էինք աշխատում, մենք բոլորս հարգում էինք միմյանց, մենք բոլորս այսպես թշնամական վերաբերմունք չկար իրանց քաղաքական հայացքները անձնական հարաբերությունների վրա չէր ազդում, ինչը այսօր ցավոք սրտի չկա, այսօր ես չեմ հասկանում ոնց կարող է քաղաքական մարդու կողմնորոշումները ընկերական հարաբերությունների վրա ազդել, բայց ցավոք սրտի այսօր եւ լրագրողների մոտ դա այսօր կա, որը ամենևին լավ բան չի։ Ռադիոն նաև յուրահատուկ տեղ է եղել միշտ, որովհետև համարվում է շենքում ամեն ինչ կախարդանքա տեղի ունենում այդ շենքում մի տեսակ, չգիտեմ։ Ռադիոն ինքը իրոք կախարդանք կար, ռադիոյում ես ռադիո մտել եմ առաջին անգամ, երբ շատ փոքր էի, այնտեղ մանկական ռադիո խմբագրություն կար, այսպես թե այնպես ով հետո մտնում է ռադիո, հիմնականում բոլորը մանկապատանեկան ռադիոյի կամ այսօր Արևիկ ռադիոկայանով անցնում են, մեր ժամանակ կար Կարմիր Աստղիկ, եւ մի 2-3 ամիս ես գնացել եմ ռադիո մասնակցել եմ, պիոներ ժամանակ, այնտեղ ինչ որ բանի էի մասնակցում, ուղղակի ես գուցե բնույթով մի քիչ այդպես անհամբեր եմ եւ երբ այդ հաղորդումը ձայնագրվում էր ժամ ու կես ու հետո դու քեզ լսում էիր եւ ընդհանրապես ասենք մի 5-7 րոպե այդ ժամ ու կես դա բերեց նրան որ ես որոշեցի մի անգամից որ չէ այլևս չեմ գնում ռադիո բայց նրանք ովքեր այդ անցել են ռադիո մանկապատանեկան ռադիոյի այդ դպրոցը իրենք հետո բավականին լավ լրագրողներ են դարձել եւ ռադիո լրագրողներ ավելի ուշ գնացիք ռադիո ես ռադիո գնացի 94 թվականին ինչ որ բան էր եղել եւ ինձ պետք էր ժամանակավոր մի տեղ գնալ մինչեւ ես 7 տարի թերթում եմ աշխատել ռադիո մտա անմիջապես ընդունվեցի այն ժամանակ թեև դժվար էր ռադիո ընդունվել գուցե հաշվի առան որ ես մամուլից եմ առաջին 2-3 օրը ես հասկացա որ թերթը ինձ հասկանալի էր մտնում ես միտեղ որտեղ խոսում են ձայնից վիսոկի նիստի լողաց չլողաց ու դու ուզում ես հասկանաս լողալ այդ ամեն ինչի մեջ եւ հասկանում ես քեզ հիմար վիճակում եւ եթե չամաչեի որ նոր ես ընդունվել ու ինձ պետք էր մի ամիս այդպես մնալ մինչեւ մի ուրիշ տեղ գտալ կազատվեի ուղղակի ամոթից այցի 3 շաբթի ընդունվել եմ ուրբաթ ազատվելն էլ մի բան չի ու մնացի մինչեւ այսօր որովհետեւ ռադիոն իրոք ունի կախարդանք ինքը դու մնում ես ռադիոյում եթե ես միշտ ասել եմ դու մնում ես ռադիոյում եթե քեզ չեն հանում ու եթե քեզ հանում են ռադիոյից քո բախտը բերում է որովհետեւ միշտ հետո դրանից հետո ավելի լավ ինչ որ գործի ես գնում իսկ հետո այդ տեխնիկայի հետ գլուխ անեցիք տեխնիկայից հետ այն ժամանակ ժապավեններ էր գլուխ անեցի այնքան որ ես կարողանում էի այդ ժապավեններով անգամ տար մոնտաժել
Հետո եկավ ինտերնետի շրջանը, այսօրվա ռադիոն ամենևին այն ռադիոն չի, որ ռադիոն ես մտել եմ, ամեն ինչով, եւ իր եթերով եւ իր աշխատանքի ձևով, կյանքը փոխվել է, ռադիոն էլ հետն է փոխվել, ռադիոն այսօր այսպես կա, հա, աշխարհում արդեն ռադիոն նաեւ ինչպես լրագրությունը մաքուր չկա, հա, լրագրություն, ռադիո լրագրություն, հեռուստատեսային մամուլի լրագրություն, այդպես էլ ռադիոն այսօր մետամորֆոզների է ենթարկվում, հատկապես աշխարհում եւ բավական հետաքրքիր բան է ծնվում դրանից։ Ես ինքս այսօր շարունակում եմ ռադիո լսող մնալ, ուղղակի ժամանակակից աշխարհը ինձ հնարավորություն է տվել լսել ոդկասթներ ոչ թե փնտրելով ինչ որ միտեղ, ահա կարճալիքով գտա, ահա սա ինչ որ բան, այլ աշխարհը շատ ավելի փոքր է դարձել, բայց նաև աշխարհը շատ ավելի բաց է դարձել, կարող ես գտնել այն ինչ որ քեզ հետաքրքրում է։ Իսկ ինչի՞ց է որ ռադիոյի աշխատողները երկարակյաց են որպես աշխատողներ, երկար ժամանակ են մնում, ո՞նց է դա բացատրում։ Անկեղծ ասած, ես միշտ ասում եմ ռադիոն դա տաքուկ ճահիճ է, որից գնալը հարմար չէ, բայց միևնույն ժամանակ ես ռադիոյում երկար ժամանակ մնացել եմ, որովհետև ռադիոն ինձ տվել է ազատություն։ Ես ռադիոյում աշխատել եմ, զուգահեռ գրել եմ, ինչ ուզեցել եմ, որտեղ ուզել եմ, իմ կարծիքը երբևէ ռադիոյում որևէ մեկը ինձ չի ասել ինչի ես հայտարարության տակ ստորագրեցիր, ինչի ես միտինգին գնացիր, ինչի ես սրան պաշտպանում, ինչի ես սրա կողմ քվեարկում, ռադիոն այդպեսին էր։ Ես եւ այդ ազատությունը ինձ, որ ես ռադիոյում ունեի, ես դա գնահատել եմ միշտ։ Դա հետաքրքիր խոսակցն է, որովհետև հանրային հեռարձակողը Հայաստանում ավանդաբար տարիներ շարունակ համարվել է լրատվամիջոց, որը որ կողմ է ավելի շատ գործող իշխանությանը, իսկ հանրային ռադիոն, եթե դիտարկենք ոնց որ մինչև 18 թվականի հեղափոխությունը դրանից հետո միշտ ավելի այսպես դիտարկվել է որպես լրատվամիջոց, որ ավելի անկախությունը խմբագրական պահել է։ Դա ոնց է բացատրում եւ արդյոք այդպես է թե չէ։ Դա հեշտ չի եղել, ես հատկապես երբ հետո դարձա խմբագիր, գլխավոր խմբագիր բան, ես հասկացա այն ժամանակ, երբ աշխատում էի, թե ինչ դժվար է եւ ինչպես էին, հա, այն ժամանակ ռադիոյի տնօրենները իմ խմբագիրները գլխավոր շատ բան չէին ասում եւ ես էլ հետո չէի ասում լրագրողներին, որ դու անդադ հարվածի տակ ես, բայց ռադիոյում այդ ներքին ազատությունն է շատ կարևոր եւ ռադիոյում հանրային հեռարձակողը 3 բան պիտի անի, մարդկանց պիտի տեղեկացնի եւ եթե դու սուտ լուր ես տալիս, դու առաքելությունը չես կատարում, պիտի սովորեցնի եւ եթե դու չես տալիս մի հաղորդում, որը մարդու լսելուց հետո սովորում է, դա լինի մշակույթ, դա եւ երրորդը զվարճանցնելու, որը շատ ավելի քիչ բանն է, բայց ինքը պետք է լինի նաեւ դա, պետք է հետաքրքիր լինի։ Բայց որակով։ Բնական է։ Դրա համար այդ խնդիրը կարևոր է, էլի։ Լրագրությունը պիտի լինի հետաքրքիր։ Ես միշտ ասել եմ, ցանկացած բարդ խնդիր պիտի հետաքրքիր լինի մարդուն։ Մարդ եթե լրագրողը ինքը իր համար գրում է խրթին բառերով ու դա հնչում է եթեր, դա արդեն շատ մեծ կորուստ է, ինչի համար է դա արվում։ Եվ հաջողվել է տարիների ընթացքում խմբագրական ազատությունը պահել։ Հաջողվել է պահել։ Հիմա չեմ կարող, ես քանի որ հիմա խմբագրական քաղաքականության հետ որևէ առնչություն չունեմ, հիմա պիտի միշտ այսպես ասե, իմ կարծիքը շատ կարևոր չէ, ես երբևէ ռադիոյում իմ կարծիքը չեմ հայտնել։ Ես կարծիքս հայտնել եմ այլտեղ, բայց ոչ ռադիոյում։ Եվ ռադիոյի մասին ես միշտ ասել եմ, որ կարծիք ես չպետք է հայտնեմ, պետք է հայտնի հանրությունն ու ունկնդիրը, որովհետև ի վերջո դա հանրային ռադիո է, եւ դա պետք է ունկնդիրին հարցնել։ Ինչպես դուք եք ասում, ժամանակները գնում են առաջ, ինտերնետը փոխում է մեր կյանքը բոլոր հնարավոր ձևերով, հանրային ռադիոն որպես այդպեսին ինչպես կշարունակվի ձեր կանխատեսում, այսինքն ռադիոն ընդհանրապես որպես ժանր։
Աշխարհում թե Աշխարհում չեմ կարծում մենք աշխարհից շատ հեռու ենք այդ իմաստով։ Գիտեք, մենք աշխարհում ցավոք սրտի մենք մնում ենք աշխարհում շատ պրովինցիալ, մենք մեր սահմաններով պարփակված եւ մեզ թվում է այդ պարփակված մեր սահմանները աշխարհի կենտրոնն են։ Ռադիոն կմնա, ռադիոն կփոխվի, բայց կմնա, որովհետեւ մեկը ձայնը եւ ձայնի մոգականությունը մնում է եւ այսօր այն ոդքասթները որ կան մենք տեսնում ենք բացի տեսա ոդքասթներից կա ձայնային ոդքասթներ կամ դասական ոդքասթներ դրանք ցույց են տալիս որ մեկը դրանք կան եւ ամենակարևորը շարժվող աշխարհում ամեն ինչ շարժվում է մարդիկ մեքենայի մեջ են գնացքում են անընդհատ այդ շարժի մեջ եւ դու գործ ես անում զուգահեռ ականջիդ էլ մի հարցազրույց է մի հետաքրքիր ռեպորտաժ է մի հետաքրքիր համերգ է դա քեզ միշտ ուղեկցելու է ինչպես թատրոնը չմեռավ կինոյի հայտնագործությունից հետո ավելին գուցե կինոն մեռնի այս սերիալների պատճառով թատրոնը չի մեռնի այդպես էլ կփոխվի ռադիոն իհարկե եւ փոխվում է այսօր ռադիոն ինքը ավելին այսօր դիտելի է ռադիոն այսինքն մարդկանց ինչն է հետաքրքրում երբ վիզուալացված ռադիո եմ ես երբեմն նայում այդ ռադիոյի խոհանոցը ինձ չի հետաքրքրում գեղեցիկ մարդը նստած է ճիշտ դա հեռուստատեսություն չի դա ռադիո է որտեղ դուր է գալիս երբ այս բաժակը մեկը ներսից մեկը բերում է դնում է իսկ այդ ռադիոյում դա կարող է լինել եւ մարդը տեսնում է մարդը հասկանում է որ ռադիոն այդ խոհանոցն է եւ դա պիտի երևա ոչ թե սվաղած հեռուստատեսության կանոնները վիզուալացված ռադիոյում այլևս չեն աշխատում եւ դա հետաքրքիր է երբ նայում ես մեկ էլ կողքից ռեպորտաժը գնում մեկը ինչ որ բան է ասում գնում մարդիկ դա հետաքրքրում է նաեւ դա եւ վիզուալացված ռադիոն այսօր բացում է այն գաղտնիքը որ ձայնը չկա մարդկանց սկսում է հետաքրքրել նաեւ դա վերադառնալով այպես ձեր պատմություններին Facebook-ում դրանք էլ ոնց որ ժամանակի մեջ ձգված ձեր այդ պատմություններն են խոհանոցից կամ հետնաբեմից մենք սպասենք իրոք որ կունենանք ավելի ամբողջական եւ միտեղ ամփոփված գրքի կամ չգիտեմ որևէ այլ տեսքով կամ գուցե բլոգի տեսքով չգիտեմ ինչ որ պրոդուկտ ես մտածում եմ այդ մասին եւ դա փոխելու է ու փոխում է իմ մոտեցումը այսինքն պատմությունները ըստ էության չեն լինի բոլորը այդքան զվարճալի այդքան պոզիտիվ թեև ես կփորձեմ միշտ պոզիտիվությունը պահել կլինեն նաև ռադիոն ծանր օրեր էլ ունեցել գիտեք հենց այնպես չէր այդ ազատությունը ոչ մի իշխանություն չի սիրում նախկին ներկա ով ուզում է լինի հանրային մի լրատվամիջոց որը կարող է ինչ որ ձեռագիր ունենա բոլոր իշխանություններն էլ անկախ ինչպես են իրենց ներկայացնում բոլորն էլ ուզում են ունենալ իրենց խոսափողը եւ ռադիոն ինչպես էինք մենք սկզբում երիտասարդ եւ հետաքրքիրը որ դեր մենք երիտասարդ էինք մեզնից մեծ մարդիկ կային բայց նրանք էլ էին գնում այդ երիտասարդական այդ բանի տակ մեր խանդավառության տակ իրանքից էլ էր դա հետաքրքրում ուրախանում եւ ես մտադիր եմ գրել նաեւ այդ հետաքրքիր այլ պատմություններ որոնք ամենևին զվարճալի չեն բայց շատ ուսուցանելի են թե ինչպես կարող է իմ գործընկերները անեին իրոք բաներ որոնք անպատկերացնելի է գուցե այսօր պահպանելով լրագրության էթիկայի կանոնները այնպես որ ոչ մեկ գիտեք ռադիոյի ազատ լրագրության հիմքում դու քեզ ապահովելու համար պիտի բալանսավորես քո խոսքը եթե չես բալանսավորում դու դառնում ես քաղաքական կոնյունկտուրայի մաս կորցնում քո հետաքրքրությունը իսկ ռադիոյում միշտ այդ բալանսը շատ կարևոր է եղել միշտ Շնորհակալություն